Ողջույն։ 3 դեկտեմբերի 18-ին ՔՊԱ-ական իշխանությունը եւ նրան դրսից աշխատացնողները հերթական պարտությունը կրեցին, այս անգամ մայրաթոռում։ Չգիտեմ, թե այս անգամ ում է հեռացնելու աշխատանքից Նիկոլը այդ խայտառակության համար։ Տեղեկություններ շրջանառվեցին, որ Էջմիածնին մոտ համայնքների դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին հրահանգվել էր մասնակցել հակաեկեղեցական 10 եպիսկոպոսների շոուին, որով իբր պարտադրելու էին կաթողիկոսին հրաժարական։ Հարյուրավոր ոստիկաններ էին տարել, լավ պատրաստվել էին, երևում է որոշել էին հարցերը լուծել նույն օրը։ Տապալվեցին։ Հավաքել բերել էր նույն թափառախմբին։ Այս անգամ նրանց կարծես ղեկավարում էր երկրորդ փորձից Թալինի քաղաքապետ ընտրված Ստավրոս Սափեյանը, որը ի դեպ կանգնեց մի բարձր տեղ ու թքեց ՔՊ-ի վերջերս ընդունված վարքականոնի վրա։ Այդ մարդը հայհոյում էր, վիրավորում էր, չնայած որ իրենց կանոնագրքում են գրել ոչ միայն չհայհոյելու մասին, այլև անգամ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանելու մասին։ Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ հանրային աջակցություն չի ստանում, արդեն վաղուց։ Ոչ մի քայլ, դա հենց լեգիտիմության բացակայության մասին է։ Մի քայլ կա միայն դրանից, որը կողջունի հանրությունը։ Դրան էլ չի գնում, երևի վախենում է։ Ուղիղ 5 տարի է, որ Փաշինյանի ցանկացած հանրային միջոցառում կազմակերպվում է վարչական ռեսուրսով։ Լավ, նրան չի հետաքրքրում իր իրական աջակիցների թիվը։ Չի ուզում փորձ անի հասկանալու իր հետևում քանի հոգի է մնացել։ Կարող է էլի մի օր փորձի, ուղերձով հանդես գա, ասի ժողովուրդ ջան, ով ինձ վստահում է, եկեք այսինչ պուրակում միտինգ անենք, կատակ չեմ անում, դա շատ կարևոր է, որ իմանաս, եթե ասենք վաղը հայտնվեց բանտում, ինչը մեկ է, վաղ թե ուշ լինելու է, քանի հոգի կարող է գնալ ակցիա հանելու քեզ համար, դատական նիստի մասնակցել։ Այսօրվա վարչական ռեսուրսով հավաքվածները չեն գալու հաստատ, մարզպետանի աշխատողները չեն գալու, ուսուցիչներն էլ չեն գա, դեպուտատներն էլ չեն գա, նրանք քոնը չեն, Նիկոլ։ Մի երգ ունեիր է, դու մենակ չես, մենակ չես, մենակ չես։ Հիմա մի երգ էլ ես ունեմ քեզ համար, դու մենակ ես, մենակ ես, մենակ ես։ Կան մարդիկ, որոնք մի հարցազրույց են տալիս, տակը լցնում են մի 200,000 դիտում ու իրենց վստահություն ներշնչում, թե հարգված են։ Նիկոլը այդ օրին է։ Գոնե ինքդ քեզ համար ճշտիր քո իրական ռեսուրսը։ Նիկոլական մտածողությունը Հայաստանում մարդիկ չի հավաքում, չի կարող հավաքել։ Անկամ այն հոգևորականները, որ մասնակից էին ներսից եկեղեցին քանդելու օպերացիային, ռիսկ չարեցին հայտնվել ժողովրդի առաջ։ Թիկնապաներով եկան, ամոթով գնացին ԱԱՑ-ի գազելով։ Դա էլ էր հետաքրքիր։ Ինչու էր նրանց ուղեկցում ԱԱՑ-ն, տպավորություն ստացա, որ նրանց դեմ կոմպրոմատներից բացի պայման կա, չհեռացնեք կաթողիկոսին, կհայտնվեք ԱԱՑ պատվալում։ Այդ հակաեկեղեցական սրբազանների պահվածքն էլ էր դատապարտելի։ Մենք տեսանք հոգևորականների, որոնք ոչ թե մարդկանց հանդարտեցնում էին, այլ սադրում։ Մի օր հաստատ բացահայտվելու է այդ հոգևորականների նիկոլական խաղալու իրական մոտիվացիան։ Վստահ եմ, նույն կոմպրոմատները բացահայտվելու են ու նույն ամոթը մեկ է, նրանք ապրելու են։ Մայրաթոռում հավաքված հավատավոր ժողովուրդը իր կարևոր քայլը արեց, ցույց տվեց, որ կաթողիկոսին փոխելու Փաշինյանի բռնած ճանապարհը իր ուզած արդյունքը չի տալու, ու դա եւ հավաքված ժողովրդի շնորհիվ էր, եւ այն հոգևորականների, որ պինդ մնացին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուներ սեփական մի քանի գեներալները բանակում ու նրանց միջոցով համակարգը ծնկի բերեց, ապա 10 հոգևորականներով չկարողացավ ազդել Մայրաթոռի վրա, որովհետև եկեղեցին այնուամենայնիվ ավելի կազմակերպված է, հին եւ իմաստուն։ Գիտեք, չեմ բացառում, որ եկեղեցում կա հոգևորականներ ինչ-որ թիվ, որ կաթողիկոսին շատ չի հավանում, գուցե կուզենար փոխել, բայց նրանք այնքան չեն իջել, որ իշխանությանը թույլ տան իրենց միջոցով լուծի այդ հարցը ու համարվեն դավաճան։ Դա ՔՊ խմբակցությունը չէ, որին մասնակից դարձնես դավաճանական ծրագրերին հավասար պատասխանատվության տակ գցես։ Հոգևորականները այդ մեղքի տակ չեն մտնում։ Տարբեր զրույցներում ասում են, որ այո, եկեղեցին ունի որոշ խնդիրներ, բայց դրա մասին կարելի է խոսել հետո, երբ երկրում իրավիճակը կայունանա, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով երբեք։ Հոգևորականներն էլ գիտեն ու ասում են, որ իրենք աշխարհիկ քույր եղբայրների հետ մեր հավատն էին պաշտպանում այն թշնամական սխեմայից, որ տասնամյակներ շարունակ պայքարում էր, որ Հայաստանը ընկնի այս օրին,
2008-ին լիներ այդ հեղաշրջումը, շատ ավելի շուտ տեղի կունենար Կճոյանը կաթողիկոս օպերացիան։ Շեշտենք, այն երկրները, որոնք Հայաստանի այս ղեկավարությանը պարտադրում են հարձակում եկեղեցու վրա, իրենց երկրներում երբեք նման բան իրենք չէին անի։ Ու ընդհանրապես կարող է մեկ ձեռքի վրա էլ չկարողանաք հաշվել այն երկրների թիվը, որոնց ղեկավարները ծառայում են օտարի շահերին ու անում են իրենց ղեկավարած պետության հետ այնպիսի բաներ, ինչպիսին սա արեց։ Դրսի երեկվա մամուլը, այսօրվա մամուլն էլ այնպիսի բաներ էին գրում մեր մասին, որ իսկական խայտառակություն էր։ Այն, որ Լոպես ու Սնուպ Դոգ էին բերում, որ Հայաստանի ճանաչելիություն բարձրանա, 3 ճանաչելիության պիկերից մեկն էր։ Գլխագրերը այն մասին էին, որ քրիստոնեություն առաջին ընդունած երկրում մայր եկեղեցու մոտ հավաքվել էին եկեղեցու զավակներն ու թշնամիները։ Մեկ այլ մամուլ գրել էր, որ ժողովուրդը բաժանվել է երկու բանակների եւ ուզում էին արյունահեղություն անել։ Այն մեկը գրում էր, որ Հայաստանի իշխանությունը համագործակցում է սրբապիղծ հոգևորականների հետ։ Նիկոլի իշխանությանը աշխարհում մատով են ցույց տալիս, բայց ոչ ցուցամատով։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը բնականաբար հասկացավ, որ այդ մեթոդով չի կարող կաթողիկոսին հեռացնել, բայց վստահաբար չի նահանջի, թեկուզ հենց նրա համար, որ հայկական եկեղեցին ոչնչացնելու իրենց ծրագրից չեն նահանջի Թուրքիան ու Ադրբեջանը։ Դրսից կառավարողների համար խնդիր չկա, փող էլ կտան, պարգևավճարել կբաժանեն, ոստիկաններին կզինեն ու կասեն կրկին փորձեք։ Դա հենց սրանց շատ սիրած 5-րդ շարասյունն է, ներսից գրոհող ջոկատը, որի վրա հենվում են այդ դրսի ուժերը։ Այս մարդը կդադարի քանդել, պղծել, խառնել իրար միայն այն ժամանակ, երբ դադարի աշխատել այդ պաշտոնում։